Քրիստոնեությունը օծանելիք չէ, որ կործածենք որպես անուշահոտություն։ Դավիթ Սաղմոսերկուն մեզի կսորվեցնե, որ եթե դերը մեր շրտները բանա, մեր բերանը պետք է պարապանե և երգե անոր օրհնություն։ Սուրբ Գիրքը նույնպես մեզի կսորվեցնե, որ մենք ունենք նաև երկրորդ կարևոր բարդականությունը օգտակար ըլլալու ընկերոջը։ Մտածենք այդ մասին այսօր։ Դունեն դուրս գալի առաջ կամ դունը նստած, ինչու չէ, նաև աշխատանքի վայրը։ Եթե մենք ամեն օր չսորվինք, ետ կմնանք ժամանակեն։ Ինչպես դա կզգանք նոր տեխնոլոգիայի ոլորտի մեջ։ Եթե ամեն օրվա սովորածը չիրագործենք մեր կենցաղի մեջ, այն շուտով կմնա միայն գիտելիք և ոչ մեկ օգուտ չի ունենար։ Ուրեմն սորվինք, իրագործենք և այդ ճանապարհի մեջ պայքարենք մեղքի դեմ առաքինության համար։ Ինչպես Անդոն Անապատականը գսե, ինչ որ ունես քու կյանքիդ մեջ, Աստծուն ունեցիր աչքիդ առջև, և ինչ որ կխոսիս, Սուրբ Գիրքեն վկայություն ունեցիր այդ մասին։ Պայքարելու գործիքները տարբեր են, իրավիճակները նույնպես։ Մեղքերու դեմ պայքարելը մինչև աստվածճանաչողություն կգոչվի ինքնարդարացում։ Ես չեմ ասած, ես չեմ ըրած, ես այդպես չէի ուզեր ընել, դիտմամբ չեմ ըրած, ինձի թրթրեցին, ես մեղավոր չեմ և այլն։ Իսկ մեղքերու դեմ պայքարելը աստվածճանաչողությունեն հետո կգոչվի դառնապես զղջում։ Մեղա Աստուծո, ներե ինձի Տեր, կխնդրեմ, սխալեցա, այլևս չի կրկնվիր այդ սխալը և այլն։ Մարդկային գործիքներով պայքարել դժվարություններու դեմ կնշանակե բուժել հիվանդության հետևանքը ժամանակավորապես, կրկնվելը չի բացառվիր։ Իսկ աստվածային գործիքներով պայքարել դժվարություններու դեմ կնշանակե հիմնովին բուժել հիվանդության պատճառը։ Ինչքան լավ բաներ սորվեցուց մեզի քրիստոնեությունը հեշտ ապրելու համար, որը հեղաշրջում կկատարե մարդու կյանքի մեջ, Աստծո շնորհի մեջ է։ Խոնսրով անցեվացին գսե. Ինչ է, որ Աստված քեզ մեկը խնդրե, ով մարդ, բացի իր հանդեպ երկյուղ և պարապանություն, այն ալ կբխի քո շնորհեն։ Ինչպես մեր գիտելիքը, այնպես ալ մեր ազատությունը։ Եթե չօգտագործվիր իմաստությամբ, ապա կարող է դառնալ գայթակղության պատճառ։ Յուրաքանչյուրս մեր ունեցած շնորհը, որը ստացած ենք Աստուծմե, պետք է գործի դնենք ի սեր Աստուծո, ծառայելով մարդկության։ Յուրաքանչյուրը պարտավոր է կատարել իր պարտականությունը և նոր միայն պահանջել մյուսներեն։ Ինչպես կտեսնենք մեր այս օրերուն, շատերը միայն կպահանջեն և չեն սիրեր կատարել։ Այդպես չլար։ Աստված մարդկության միջև տարբերություն չդրավ։ Անոր աչքին բոլորը հավասար են։ Ուղղակի անոնց տարբեր շնորհներ տվավ ըստ իրենց կարողության։ Հողագործը, որ մթերք կստեղծե, ոչնչով պակաս չէ նախարարեն, ով կսպարե այդ մթերքը։ Դա կվերապերի նաև բոլոր մասնագիտություններուն, բոլոր ղեկավարներուն և ծառայողներուն։ Նույն հարգանքին ես սիրուն են արժանի, ինչպես նախարարը, այնպես ալ հավաքարարը։ Մենք ալ մեր աշխատատեղիներու մեջ փորձենք հավատարիմ ըլլալ ընկերոջը ծառայելու մեր մեծ պատվիրանին։ Մասնագիտությունը երկրորդական կդառնա ծառայության նկատմամբ։ Վատ սովորություն է վերեն նայել մարդուն,
որը անուսության պատճառով բաշտոն չի սպաղեցներ։ Այսուհետև պնդրենք ոչ միայն մեր օգուտը, այլ հասարակության օգուտը։ Երբեմն սահմանապակենք մեր ազատությունը այնտեղ, որտեղ ներկա է մեր դգար հավատքով մեր ցավորը, իսեր անոր և իսեր Աստուծո։ Մարմնավոր առաքինությունները միացնենք հոգևոր առաքինություններու հետ, որբեսի հանգարց հբարդություն չառաջանա մեր մեջ։ Ճիշտ է, որ մարդ արարածը դգար է, բայց անկարող չէ։ Շնորհները երկինքեն Աստված գհեղեղե, մարդը երկրի վրա անոնք գխեղե։ Այս մասին խորհինք այսօր։ Ընթերցվածք Ավետարան ըստ Մատթեոսի։ Ով իր հորը կամ մորը ինձ մե ավելի գսիրե, ինձ արժանի չէ։ Ով իր որդին կամ դուստրը ինձ մե ավելի գսիրե, ինձ արժանի չէ։ Եվ ով որ իր խաչը չի վերցներ ու իմ ետևես չի գար, ինձ արժանի չէ։ Ով որ իր անձը կգտնե, այն կգործընծնե, եւ ով որ իր անձը կգործընծնե ինձի համար, այն կգտնե։ Ով որ ցեզ կընդունի, ինձ ընդունած կլա, եւ ով որ ինձ կընդունի, կընդունի զիս ուղարկողին։ Ով մարգարեին կընդունի իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա։ Ով արդարին ընդունի իբրև արդար, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներեն մեկուն միայն բաժակ մսարը չուր գուտա խմելու իբրև աշակերտի, ճշմարիտ կսեմ ցեզի, իր վարձքը պիտի չգործվի։